Հարգելի պարոն Սիմոնյան, վերջերս Ամերիկայի կողմից $800,000 տրամադրվեց Հայաստանի կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարելու համար, ինչ կասեք այդ մասին։ Ուրեմն նախ ասեմ, որ եթե մի համակարգ հանցագործ է, ապա տվյալ համակարգը անհեթեթություն է, աբսուրդի հասնող երևույթ է, որ պիտի հանցագործը իր դեմ պայքարի։ Նախ ասեմ ձեզ, որ Ամերիկայի եթե դեսպանությունը, ինչպես նաև համակարգը, որը գտնվում է Ամերիկայի դեսպանության մեջ եւ գործում է համապատասխան, այսինքն ինֆորմացիայի, այսինքն հիման վրա, այսինքն նա տեսնում է, որ կա կոռուպցիա, եթե կա կոռուպցիա, ուրեմն կա հանցագործություն։ Կոռուպցիան ինքնին չի առաջանում։ Իսկ ով է կոռուպցիան Հայաստանի ես նկատի ունեմ վերահսկում եւ այսինքն տվյալ կոռուպցիոն համակարգը ովքեր են եւ ում միջոցով է դա վերահսկում։ Բնականաբար, եթե մի համակարգի ղեկավար, այդ թվում Սերժիկ Սարգսյան կոչեցյալը, ինքը Սերժիկ Նարիմանովը, Մուկը, այսինքն Աբրահամյան Հովիկը, որ վարչապետ է, նրանք են հանցագործները, նրանք են համակարգերը վերահսկում, նրանց գործունեությունը, ոնց կապատայի տվյալ հանցագործ համակարգը ծրագրային աշխատի կամ պայքարի իր դեմ, դա աբսուրդ է։ Ուրեմն փաստացի տեսեք ինչ է ստացվում։ Ես Ամերիկայի դեսպանին բազմաթիվ անգամ զանգահարել եմ եւ հրավիրել եմ դատական process, ոչ միայն նրան, նաեւ ԵՀԿ դեսպանին, ինչպես նաեւ Ռուսաստանի դեսպանին, նաեւ հանդիպումների խնդիր եմ դրել, որ գիտեք ինչ կա, ձեր տարված քաղաքականությունը, ինչպես նաեւ ձեր գործունեությունը, որ իրականացում է Հայաստանի պետության մեջ, պարզապես դերակատարություն է։ Ինչ դերակատարություն։ Ունեք ձեր շահերը, բնականաբար, որտեղ կան տարբերակներ, որ ասում են, գիտեք ինչ կա, Ռուսաստանի, Ամերիկայի կարտեքները INSS հարցերով կամ մեկ այլ գործունեության մեջ տարբեր են։ Այդպիսի բաներ գոյություն չունեն։ Բոլոր գործողությունները կապված Ամերիկայի, Ռուսաստանի, ԵՀԿ, Եվրոպայի եւ բոլորն են համակենտրոնացված են, որի շրջանակներում բոլոր գործողությունները, որոնք կատարվում են տվյալ շրջանակների մեջ, եւս համաձայնեցված են։ Ինչու համար, որովհետեւ այդպիսի կարգի թող չստեղծվի, գիտեք, կա Ռուսաստանը գործում է անկախ, այսինքն այլ բևեռում, Ամերիկան այլ բևեռում, Եվրոպան այլ բևեռում։ 2006 թվականից Պուտինը որպես արդեն ֆիզիկական անձ գոյություն չունի։ Պուտինի փոխարեն այսօր գործում են երևի 2 տասնյակից ավել ոնց ասած դվայնիկներ։ Ոնց կապատայի Պուտին կամ այսինքն մեկ այլ անձ, որը նշանակված է տվյալ տարածքում որպես նախագահ, ինչպես նաև Սերժիկ Լևոն Քոչո տվյալ տարածքում, ինչպես նաև Օբաման իր տարածքում։ Նա պրեզիդենտներ չեն։ Դրանք պարզապես նշանակված գործակալներ են, որոնք ծրագրային իրականացնում են ընդհանուր առմամբ օթյակի ծրագրերը։ Հիմա անցնեմ այս $800,000 փաստացի կոռուպցիայի վերաբերյալ նվիրաբերած, ասենք ասենք, հա, գումարին։ $800,000 նվիրաբերվեց հենց Ամերիկայի կողմից, որին խանդավառ տեսքով Ամերիկայի դեսպան ասում է, դե պետք է գոնե ջանք եռան չխնայեն, պայքարեն կոռուպցիայի դեմ։ Անմեղ սունակ, եթե դու այդքան ուղեղ չունես, որ չես գիտակցում, որ հանցագործը ոնց կավապատայի իր դեմ պայքարի, ուրեմն դու անմեղ սունակ ես, իսկ եթե դու գիտես, որ սրանք հանցագործ են, բնականաբար գումարը հատկացված է հենց կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Իսկ եթե դու գիտես, որ այդ կոռուպցիայի հենց ղեկավարում է Սերժիկ Նարիմանովը, թուրք ջհուդական գործակալը, Մուկը, ինքը Հովիկ Աբրահամյանը, գլխավոր դատախազ կոչեցյալի, ոստիկանապետի, ազգային անվտանգության, ազգային անխորհրդի կառավարության հետ բոլորը հանցագործ եք, այդ ոնց կարող է դուք ինքներդ ձեր դեմ պայքարեք։ Ուրեմն Ամերիկայի դեսպան, Ռուսաստանի դեսպան, ԵՀԿ-ի դեսպան, ուրեմն նույն հանցագործներն էլ դուք եք։
որևիցե տարբերություն չկա։ Եվ այդ գումարը ոչ թե տրամադրվեց, որ կոռուպցիայի դեմ պայքարվի, այլ այդ գումարը տրամադրվեց մանր ծախսերի համար ձևական ֆորմատի մեջ ներկայացնելու, որ գիտեք ինչ կա։ Տեսեք, Ամերիկան մտահոգված է, որ Հայաստան պետության մեջ օրենքը գործի։ Օրենքը ո՞նց կարող է գործի։ Եթե ամբողջ համակարգը ծախված են, նշանակված թրքաջհուդ գործակալներ են, որոնք աշխատում են միմիայն դրսի ծրագրերով, ոչ թե Հայաստան ազգի պետության համար, ոչ այդպիսի բաներ չկա։ Հիմա ասեմ ես կապիկությանը ԵՀԿ ԺՄԻԿ խմբի ներկայացուցիչ, ինչպես նաև եսա կարդամ նրա անունազգանունով, ուրեմն դեսպան Պյոտր Սվիտալսկու երեկվա հայտարարությունները, որտեղ իշխանություններին կոչ է արել լուրջ ընդունել ԵԱԿ ԺՄԻԿ դիտորդների զեկույցը։ Ոնց կարող է պատահել ձեր զեկույցը լուրջ ընդունվի։ Սվիտալսկի։ Դա ի՞նչ կապիկություններ ես անում, արա։ Դու եթե իրոք անկեղծ ես եւ ցանկություն ունես, որ կոնկրետ տվյալ ընտրությունները անցնեին, ապա նախ պետք է անդրադառնանք արմատներին։ Նույն ԺՄԻԿ խումբը 2013 թվականին ապօրինաբար նշանակեց Սերժ Սարգսյան կոչեցյալին Սերժիկ Նարիմանովին, 100-ից ավել միջազգային ներպետական, սահմանադրական, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի քրեական դատավարության, քաղաքացիական, քրեական օրենսգրքի 100-ից ավել հոդվածներ է խախտված։ Տականքներ, դուք անմեղսունակ եք, թե դուք ձեզ դրել եք էշի տեղ։ Այո, եթե դուք էշի տեղ եք ձեզ դրել, ուրեմն էշ եք, ուրեմն համապատասխան գիտելիքներ չունեք, ուրեմն համապատասխան իրավունք չունեք որևիցե ձևով արտահայտվել։ Եթե ի սկզբանե սա անօրինական է, ո՞նց կարող է պատահի նրա գործողությունները օրինական են։ Սերժիկը նախագահ չի, Սերժիկ Նարիմանովը թուրքաջհուդական գործակալ է։ Սերժիկն եւ Նարիմանովը, ինքը Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ինքը Ռաուֆ Սեյդօղլին սովետական համակարգի ժամանակ հանդիսացել են, ավարտել են Ադրբեջանի KGB-ի շպարչկոլան։ Նրանք հանդիսանում են տվյալ համակարգի, այսինքն ադրբեջանական KGB-ի ազգային անվտանգության Ադրբեջանի գործակալներ։ Ոնց կարող է պատահի Ադրբեջանի գործակալները հանկարծակի շուրգան դառնան Հայաստանի Հանրապետության նվիրված քաղաքացի կամ ասենք դառնան ղեկավարներ։ Դա հնարավոր չի։ Նույն ինքը Քոչարյան կոչեցյալը, Ռաուֆ Սեյդօղլուն բերեցին նշանակեցին մի նպատակով, ես դրա մասին ասել էի, որ տարածքների վերադարձի խնդիր էր դրված, որի շրջանակներում նրան բերեցին, փողը տվեցին $30 միլիոն, որ նա պարտավորություն ստանձնեց տարածքները վերադարձնելու։ Այսինքն 91 թվականից ամրագրված փաստաթղթերի հիման վրա միջազգային, որով եւ Արցախը եւ ազատագրված տարածքները ամրագրվում էին որպես Ադրբեջանի վարչատարածքային միավոր։ Դա է պատճառը։ Ես ինչի դարան անդրադարձա։ Ես վերջերս այն Դամբուլը, այն Վազգենի աղբերը Արամ Սարգսյանը մի հաղորդաշարի ժամանակահատվածում ելույթ է ունենում եւ ասում է Սերժիկ Սարգսյանը, ինքը Սերժիկ Նարիմանովը ինձ խոստացել է, որ պիտի ասի, թե 27-ի դեպքերը 1999 թվականի հոկտեմբերի 27-ի հետ կապված դեպքերը, որ ինքը ինֆորմացիա ունի, այսինքն Սերժիկ Նարիմանովը, ինքը Սերժ Սարգսյանը, որ թե ինչ ով եւ ինչպես է կատարվել տվյալ ցեղասպանությունը։ Դա սպանություն չէ, դա ցեղասպանություն է։ Հիմա Դամբուլ Արամ Սարգսյան ես հոդվածներովս գրել եմ եւ ներկայացրել նաեւ ասպարեզ թերթով, որ նպատակային հոկտեմբերի 27-ը կատարվեց մի նպատակով, որ դրված էր տարածքների վերադարձի խնդիր, որի շրջանակներում խփեցին, սպանեցին, ցեղասպանեցին մի խումբ, ասենք, անձանց, այդ թվում եւ Դեմիրճյանին, եւ Վազգենին, եւ որոշակի падգամավորներին, այն բանի համար, որ դրված էր տարածքների վերադարձի խնդիր, այսինքն Քոչարյանին, որ նշանակեցին, որտեղ Դեմիրճյանն էր ժամանակ հաղթել,
Նշանակեցին Քոչարյանին, քանի որ նա իրավունք չուներ մասնակցել ընտրություններին նախագահական եւ անգամ նշանակվել նախագահ, այդ ժամանակահատվածում նույնն է Լևոն Խալիլա Լենդրոշը, Լևոն Տեր-Պետրոսյան կոչեցյալը, որ այն ժամանակ նախագահ էր։ Այդ անգամ այդ ժամանակահատվածում նա ձայն չհանեց, ասել գիտեք չկա, սա անօրինականություն է։ Վախենում էր Վազգենից, հետո ձայն հանեի։ Ասեի, գիտեք ինչ կա, այս անօրինական է, ապա Քոչարյան որևիցե իրավասություն չունի, որպես նախագահ հանդես գալ, ինչի ձայն չհանեցիք։ Մնացած կուսակցական պոռնիկներ ևս, ինչի դրա մասին չեք խոսում։ Ուրեմն Դամբուլ Արամ Սարգսյանը այնտեղ Կիրովականցի Սաքունց կար, իբր թե մարդու իրավունքների պաշտպան է խաղում այնտեղ։ Նպատակը որն է, այս Դամբուլի միջոցով ներկայացնում է, որ Սերժ Սարգսյանը բան գիտի 27-ի դեպքերի վերաբերյալ եւ նա ինչ պետք է ասի։ Մի սպասի, արի ես քեզ կասեմ։ Նպատակը այլ է եղել։ Հիմա ես ասեմ, Սերժիկը տվյալ ժամանակահատվածում Սերժիկ Նարիմանովը, ինքը Սերժ Սարգսյանը, տվյալ ժամանակահատվածում եղել է ազգային անվտանգության ներքին գործերի նախարար համատեղ։ Ամբողջ ինֆորմացիան, այսինքն անվտանգության հետ կապված ղեկավարում էր ինքը եւ քաջատեղյակ էր բոլոր մանրամասնությունների, գործողություններին եւ այլն, նա, այսինքն եթե այդ ժամանակահատվածում նա ինքը տեղյակ չէր եղել, որ տենց բան է կազմակերպում, այսինքն սպանդ է կազմակերպում, հեղաշրջում է կազմակերպում, ուրեմն ինքը համապատասխան գիտելիքների տեր մարդ չի, այսինքն անմեղ սունակ է։ Եթե տվյալ ժամանակահատվածում ինքը գիտեր, բնականաբար պիտի քաջատեղյակ լինի, եթե նմանատիպ մարդու նշանակում են եւ այդ մարդը աշխատում է, ապա ամբողջ ինֆորմացիոն համակարգին տեղյակ է, որովհետեւ ինքը ունի համապատասխան գործակալներ, որոնց միջոցով նրան ներկայացնում են ամբողջ ինֆորմացիան, թե ինչ է նախատեսվում, ինչ է կատարվում եւ ինչպես հիմա, որովհետեւ բոլոր համակարգերը այսօր եւ ազգային անվտանգության, եւ ներքին գործերի, եւ դատախազության, եւ դատական համակարգերի վերահսկվում է Սերժիկ Նարիմանով, թուրք ջհուդ գործակալ Սերժիկ Նարիմանովի գլխավորությամբ։ Նույն մեր սահմանադրությամբ ամրագրված է, որ նա է ամբողջականության նաև անվտանգության երաշխավորը, ինչպես նաև բոլոր պաշտոնները նշանակում են նրա միջոցով։ Այսինքն տեսեք, եթե փաստացի նույնիսկ թուրքը Սերժիկ Նարիմանովը, Ռոբերտ Քոչարյան կոչեցյալը, ինքը Ռաուֆ Սեյդօղլի, մի բան էլ ասեմ լրացուցիչ, նույն Լևոն Տեր-Պետրոսյանը, այսինքն ինքը Խալիլա Լենդրոշը, նա նույն KGB-ի ժամանակի գործակալներ, նրա ածական անունն էլ Կազբեկ էր, Կազբեկ, այսինքն բոլորը հանդիսացել են տվյալ ժամանակահատվածի ջհուդամասոնական օծյակի գործակալներ, այսինքն սրանք աշխատում են միմիայն ջհուդամասոնական օծյակի համար, որևիցե պատկանելություն հայկական, ազգային, պետական չունեն ու չեն կարող ունենալ, որովհետև դրանք աշխատում են միմիայն թուրքական գործակալական ցանց, թուրք ջհուդական գործակալական ցանցի համար։ Հիմա անցնեմ կոնկրետ տվյալ հարցին, եթե Դամբուլի խոսակցությանը, այսինքն Արամ Սարգսյանի, որ կատարվել էր փաստացի ցեղասպանությունը, այսինքն սպանդը 27 հոկտեմբերի 99 թվականին, դա միանշանակ քեզ Դամբուլ այդ ժամանակ էլ նշանակեցին որպես վարչապետ, որ աղբորը սպանդը, սպանությունը չհրաբարակ ես, չասես սենց էր նենց էր, այլ լռել քեզը դու էլ ու դրա համար լռելով հանդերձ դու վարչապետի պաշտոն ստանձնեցի, նշանակեցի դու քացով տվեցին անեցին։ Հիմա այլ Սերժիկը քեզ ինչ-որ պաշտոն է խոստովանում, եկել աղբորը, դրա համար էլ կապիտություն ես անում։ Իրեն Սերժիկ Նարիմանովին, քո աղբոր սպանողին դու անմիջական հանցագործ անձնավորությանը, անմիջական մասնակցություն ունեցողին, անմիջական կազմակերպիչին, հանցակից, օժանդակող, դրդող, պարտակող, թաքցնող անձնավորությանը դու տալիս ես վկայի կարգավիճակ։ Այն պոռնիկներն այդ սաքունցներ կողքից բանան, հա ուրեմն դատախազություն ես գդիմեմ, որ դատախազությունը նրան հարցաքննի որպես վկայի։ Այսինքն տեսեք ինչ է ստացվում։ Ինչ պրոֆեսիոնալ խաղ են մտածել պոռնիկները, որ
հանցագործին գլխավոր անդամներից մեկին դարձնեն վկա, այսինքն այն մեղադրանքները հանում են Սերժիկի վրայից ու Սերժիկի մասնակից, հանցակից լինելու հանգամանքները ջրում են, այս օրնիկների միջոցով, այս դամբուլների, հիմա սրանք չեմ անում, դամբուլ են իսկականից, թե իրականում այնքան սրանց էլի մի թուլափայ բան են, ոսկոր են խոստացել, որի միջոցով սա ամեն մի տական քայլի գնում է այդ սակոնցի հետ եւ մնացած օրնիկների հետ։ Սա կեղտոտ խավ է։ Այս կարգավիճակից, այսինքն անմիջական հանցագործ, անմիջական մասնակից, կազմակերպիչ, դրդող եւ դարձնում են, ուզում են դարձնեն վկայի կարգավիճակ, չի ստացվի։ Հիմա անցնեմ մեկ այլ հարցի։ Ուրեմն այս վերջերս սոցցանցերով հայտարարություն եւ լրատվական ինֆորմացիա տարածվեց, որ գլխավոր դատախազ կոչեցյալը Եզի Գևորգ Կոստանյանի կնոջը շատ մեծ արժեքավոր նվերներ են տվել։ Ուրեմն մինչև այդ հանգամանքները, մինչև այդ պահերը, այսինքն նվիրատվության խնդիրները բարձրացնել լրատվական, ուրեմն իմ բնակարան էին ներխուժել ոստիկանները եւ ապօրինի անօրինական, որի վերաբերյալ ես համապատասխան հանցագործության մասին հայտարարություններով եւ ընթացակարգերով բողոքարկել եմ, որի վերաբերյալ անգամ ոստիկանության ներքին անվտանգության համակարգի քննիչները ինձ հրավիրեցին իրենց մոտ, որի ժամանակահատվածում ես նաեւ ներկայացրեցի մանրակրկիտ ձևով բոլոր կատարված հանցագործությունը։ Իմ բնակարանից գողացվել էր $2 միլիոն արժողությամբ ադամանդեքար, որի վերաբերյալ տվյալ համակարգ կոչեցյալը գլխավոր դատախազ Եզը։ Ուրեմն դու ես գողացել քո պատվերով, քո գլխավորությամբ, քո մասնակցությամբ, ուրեմն մասնաբաժին ունեք։ Այս ամբողջությամբ կներկայացնեմ։ Դրա մեջ քննչական կոմիտեն է, Աղվան Հովսեփյան կոչեցյալը։ Սրա մեջ գլխավոր դատախազն է, սրա մեջ Վովա Գասպարյանն է, սրա մեջ Սերժիկ Նարիմանովն է, բոլորը դրան մասնակից են։ Անմիջապես դրանից հետո որևիցե գործ չհարուցվեց, ներքին անվտանգության բաժանմունքի աշխատակիցները գործ ուղարկեցին քննչական կոմիտե։ Գեներալ Ֆարխոյանն էլ տվյալ ժամանակահատվածով ինձ ուղարկեց գրություն, որ դուք հրավիրվում եք եւս բացատրություն տալու, բայց ես արդեն բացատրությունները տվել էին, որի շրջանակներում, տեսեք, պարտավոր էին արդեն իսկ գործ հարուցել, որի շրջանակներում պարտավոր էին, այսինքն քրգործ հարուցելու շրջանակներում կատարել հետաքննություն, նախաքննություն եւ այլն, որևիցե գործ չհարուցվեց, որևիցե հետաքննություն, նախաքննություն չկատարվեց։ Առօրս տվյալ գործը պարտակվում է։ Նույն գլխավոր Եզ դատախազի կողմից Գևորգ Կոստանյանի եւ իր համակարգի օրնիկ ներկայացուցիչների կողմից թրքաջհուդ գործակալների, նույն համակարգ ոստիկանության համակարգի կողմից, նույն որը ղեկավարում է Վովա Գասպարյան կոչեցյալը, նույն հանցագործությունը պարտակվում են դատարանների կողմից, հիմա այս մանրակրկիտ դա էլ կներկայացնեմ, այսինքն տեսեք ինչ է ստացվում, ինձնից գողացված ապօրինի խուզարկության անվան տակ ադամանդիքարը, որը $2 միլիոն փոխարժողությամբ, որի վերաբերյալ տվյալ հանցագործությունները ևս պարտակվում են, առօրս չի բացահայտվում, թաքցվում է։ Եթե չհամապատասխաներ իրականությանը, ապա քրգործարուցելը մերժելու մասին որոշում կայացվեր եւ ինձ կուղարկվեր, որի այսինքն ընթացակարգով կամ կբողոքարկեի կամ չբողոքարկեի, բայց քանի որ առօրս որևիցե հանցագործության մասին իմ տրված հայտարարություններ վերաբերյալ որևիցե որոշում չի կայացվել։ Ես հիմա հայտարարում եմ եւս, որ տվյալ գողությունը ծրագրված կատարվել է գլխավոր դատախազի, ոստիկանապետի Վովա Գասպարյանի, դատավորների մասնակցությամբ Սերժիկ Նարիմանովի ինքը նախագահ չի, ինքը թուրքաջհուդ գործակալ է, եւ տվյալ անձնավորությունների մասնակցությամբ, գլխավորությամբ եւ նրանց կազմակերպված հանցագործ բանդայի միջոցով։ Հիմա անցնեմ մեկ այլ հարցի։ Ես վերջերս նաև
ասուլիս տվեցի, որի շրջանակներում 102-ով ներկայացրեցի կատարված հանցագործությունները եւ նոր հայտարարություն տվեցի, որ իմ նկատմամբ նաեւ ծրագրված Սերժիկ Նարիմանովի ազգային անվտանգության տնօրենի Վովա Գասպարյանի, այսինքն ոստիկանապետի, դատավորների, դատախազների մասնակցությամբ ծրագրվել է իմ ֆիզիկական ոչնչացումը։ Այդ մասին հայտարարություն տալուց հետո 102-ով որևիցե ընթացակարգ չեղավ։ Տեսեք ինչ է կատարում։ Հանցագործության մասին այսինքն տեսեք օրենքով սահմանված է, որ առիթների հիմքերի առկայության դեպքում հետաքննության մարմին քննիչ դատախազ պարտավոր են իրենց իրավասության շրջանակներում գործառույթել։ 171 հոդվածով տրված է համապատասխան օրենք պարտավորություն, որ հանցագործության մասին տեղեկություն ստանալ յուրաքանչյուր դեպքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝ քրգործառույցելը մերժելու, մյուսը ըստ ենթակայության ուղարկելու մասին։ Տեսեք, նաև ներկայացված էր, որ Վահան Մարտիրոսյանի, այսինքն այն տականքին թրքական գործակալը, որը ոչ թե փախավ, նա չի փախել, սրան փախցրեցին, ու հեսա կապացուցեն։ Ուրեմն սրան փախցրել է Գորիկ Հակոբյանը, նրա համակարգը, ոստիկանապետը Վովա Գասպարյանը եւ դատախազ Գևորգ Կոստանյանը եւ նաեւ դատական համակարգի բոլոր ներկայացուցիչ դատավորներով հանդերձ, քանի որ տվյալ նաեւ ազգային ախոր կառավարություն, որովհետեւ բոլորը նույն թուրքական գործակալներն են։ Հիմա տեսեք, իմ տված հայտարարության հիման վրա արդեն իսկ պետք է որ տվյալ համակարգը ուղարկել ըստ ենթակայության քրեական դատավարության 190 հոդվածի համաձայն, եթե տվյալ մարմինների իրավասության մեջ չի մտնում, այսինքն նկատի ունեմ նախաքննության մարմինների, ապա համապատասխան մարմինները, նկատի ունեմ ոստիկանությունը, պարտավոր է հանցագործության մասին հաղորդումը ըստ որոշման կայացնեին որոշում, որը ուղարկեին ըստ ենթակայության, հաղորդումը ըստ ենթակայության մասին։ Քանի որ պետական դավաճանության մասին նախաքննության քրեական դատավարության 190 հոդվածով ամրագրված է, որ պետք է կատարեն ազգային անվտանգության մարմինները, ապա դա պետք է ուղարկվեր ազգային անվտանգության, այսինքն ոստիկանությունը պետք է որոշում կայացնել հաղորդում ուղարկելով ազգային անվտանգության մարմիններին, կամ գոնե դատախազությանը պիտի ուղարկել, դատախազությաններ, քանի որ դատախազությունը հսկողություն է իրականացնում նախաքննության եւ հետաքննության մարմինների գործողությունների նկատմամբ, ուստի ուղարկել նրան, որի համաձայն դատախազությունը կամ կսկսեր ինքը որոշակի հարցերով, այսինքն նաև մասնաբաժին հատկած, այսինքն գործը քրեական գործ հարուցելուց հետո նախաքննությունը, այսինքն եթե կապված էր անվտանգության հետ, այսինքն անվտանգության մարմինները պետք է կատարեն։ Եթե կատարված էր, այսինքն պաշտոնական դիրքի չարաշահում եւ այլ գործողություններ, արդեն պետք է կատարի հատուկ քննչական ծառայությունը։ Բայց հիմա ես ձեզ ցույց տամ փաստացի գրությունները, որոնք ես ստացել եմ թրքական գործակալական ցանցից, որոնք կոնկրետ ֆիքսում են սրանց հանցագործության պարտակումների մասին։ Ուրեմն տեսեք, ինձ ուղարկում է մի անգրագետ Էշ Մ Գասպարյան, ավագ հետաքննիչ Ռոբերտ Սիմոնյանին, ծանոթագիր, տեսեք, անգամ երկի համարը չկա, այսինքն սա ֆիքսված չի, սա ապորինի թուղթ է, սա զուգարանի թուղթ է կարելի ասել, որովհետև սա անգամ, տեսեք, եթե ես կարդամ ես 2016 թվականի փետրվարի 12-ին ժամը 11-ին անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում ենք ներկայանալ, նախ հրավիրվում եք ներկայանալ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննության բաժանում ավագ հետաքննիչ Մ Գասպարյանի մոտ ձեր ահազանգի հիման վրա նախապատրաստող նյութերի շուրջ բացատրություն տալու հասցե քաղաք Երևան Վրացյան 90 երկրորդ հարկ 209 սենյակ հեռախոս 077 45 88 84 հիմա տեսեք ես հիմա ձեզ մոտ զանգում եմ այս համարով
նախ երկու բառով ավելացնեմ, ուրեմն տվյալ անձնավորությունը, եթե ինձ հրավիրում, այսինքն եթե հետաքննության մարմինը, ապա հետաքննության մարմինի իրավասության մեջ է մտնում, որ նա պիտի գործ հարուցի, վարույթ ընդունի տվյալ գործը, որի շրջանակներում նոր իրավասություն ունենա, ինձնից բացատրություն, ինձ հարցաքննել եւ այլ։ Բացի դրանից, նախ ուրեմն մեր քրեական դատավարության հոդվածներով ամրագրված է։ Հիմա ուզում եք ես նաև ընթերցեմ, որ դուք ասեք կոնկրետ հասկանաք կատեգորիան։ Նախ ինձ պետք է նա որակել որպես ուժող, որի հիման վրա կայացվում է որոշում, որ որպես ուժող դուք այս իրավունքներ ունեիք, որի հիման վրա դուք պարտավորություն ունեիք կամ պատասխանատվություն ունեիք կատարել SSS պարտականությունը, պարտավորությունը հարցաքննության գալ եւ, բայց սակայն որևիցե ձևով, որևիցե օրենքի սահմանված կարգով տվյալ անձնավորություն կոչեցյալը նախ ինձ չուներ, ինչի համար ես բացատրեմ։ Հիմա ես ցույց տամ նաև իր պետի, որովհետև ես նաև նրա պետի անօրինական գործողությունների վերաբերյալ էի բան ներկայացրել, այսինքն բողոք ներկայացրել, որի շրջանակներում նա արդենից որպես հանցագործություն ինքը ով է իր պետի դեմ ինչ-որ քննություն կատարի կամ հետո կամ դատավորի կամ դատախազի կամ այնտեղ պաշտպանի կամ դատախազի վերաբերյալ ինչ-որ գործառույթ դատախազի տանի քննելու абսուրդ է, նա իրավունք չունի, որովհետև ես քրեական դատավարության 190 հոդվածը ասի, որ նախաքննությունը համապատասխան քրեական օրենսգրքով ամրագրված հոդվածներով կատարում են որոշակի համակարգեր, որն են ազգային անվտանգություն, քննչական, գլխավոր դատախազություն կամ այսինքն այնտեղ այլ համակարգեր, որի իրավասությունը ըստ օրենքով քրեական օրենսգրքով ամրագրված, ես չընթերցեմ ամբողջ հոդվածները, ուստի տվյալ հոդվածներով կատարում են նախաքննությունը միմիայն ազգային անվտանգության, հատուկ քննչական ծառայության կամ դատախազության քննիչները։ Հիմա ես ապացուցեմ նաև տվյալ անձի անհետեցությունը։ Տեսեք, օրինակ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին պետ ոստիկանության գնդապետ ապողոսյան։ Տեսեք, մարդը տվյալ դեպքում նաև երկի համարներն է ամրագրել, որը պարտադիր է։ Բնականաբար, եթե մի բողոքը գալիս է, ապա դա ֆիքսվում է, ամրագրվում է, արձանագրվում է, որի շրջանակներում կատարվում է արդեն հետագա գործողությունները։ Տեսեք, մարդը ֆիքսել է, որ 1201-16-ին բողոքի թիվ 30 դրով 221 երկի համարն է, որով ոստիկանապետ Պողոսյանը ամրագրել է եւ ուղարկել է։ Օրինական է այնքանով, ինչքանով նրան թույլ է տրված։ Ինչով է թույլ տրված։ Եթե հիշում եք ես անգամ նախկին իմ հաղորդման ժամանակ ես ներկայացրեցի, որ տվյալ անձնավորությունը, այսինքն Պողոսյանը, պետը, նա իրավունք չուներ որևիցե ձևով դրան անդրադարձ կատարել, նա պարտավոր էր պարզապես որոշում կայացնել, հաղորդում ուղարկելու ըստ ենթակայության։ Ինչու համար, որովհետև դա ըստ օրենքի չի մտնում նրա իրավասության մեջ։ Ուստի եւ նա պետք է հաղորդում ուղարկել ըստ ենթակայության։ Հիմա տեսեք, հիմա պետքն է սրան ուղարկել այս թուղթը, սա փաստաթուղթ չի արդեն։ Որովհետև ստեղ չկա երկի համար, ստեղ չկա քննորդ հարուցելու մասին, հետաքննության մարմինը տականք գործ հարուցի որոշում կայացրու ընդունի, որ տուժող, որովհետև տուժողը ճանաչում այն անձը քրեական դատավարությամբ ամրագրված օրենք է, տուժողը ճանաչում այն անձը, ում քրեական օրենսգրքով ամրագրված արարքով պատճառվել է ֆիզիկական, նյութական, բարոյական, հոգեկան վնաս, ցավ, վնաս կամ կարող է պատճառվել, եթե ավարտվել քրգործով արգելված արարք կատարելը։ Այսինքն տեսեք, ես արդեն իմ տված հաղորդման հանցագործության մասին հաղորդման հիման վրա ես արդեն տուժող եմ, որովհետև ըստ այսինքն քրեական օրենսգրքով ամրագրված օրենքների ես տուժված անձնավորություն եմ, քանի որ իմ նկատմամբ SSS գործողություններն են կատարվում եւ հիմա տեսեք, փաստացի, տեսեք հիմա կարդամ պետի գրած է Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի պետ ոստիկանության գնդապետ Պողոսյան, հայտնում եմ ձեզ, որ հերոստոնիկը ոստիկանության իրավասուն չէ լուծելու Երևան քաղաքի կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի, դատավորի, հանրային պաշտպանի, դատախազի գործողությունների վերաբերյալ բողոքները, դրանք կարող են բողոքարկվել վերադասության կարգով։ Բայց
բան գիտես, բայց քո թուղթը որ ուղարկում են զուգարանի թուղթ է սա, թե դու ես անգրագետ, թե մարդկանց եք հիմարի տեղ դնում, հիմա ես հետաքննիչ կոչեցյալը, եթե դա քո իրավասության մեջ չի մտնում, նախ ես ասի, որ նա պարտավոր է նախ գործ հարուցել, բարույթ ընդունել տվյալ գործը, որից հետո նոր կատարել հետաքննություն, որպես հետաքննության մարմին, բայց սա տեսեք ինչ է ասում, ասում է 2016 թվականի ժամը 12-ին, փետրվար 12-ին ժամը 11-ին անձը հաստատող փաստաթղթեր հավելում են ներկայանալ ոստիկանության կենտրոնական հետաքննության բաժանվում ավականին, եթե դա քո իրավասության մեջ չի մտնում, տականք, դու կանչվես ինձ քո մոտ որպես ինչ Կամ դու որպես ինձ ինչ ես կանչում, ես քեզ որ ինչ բացատրություն տամ։ Ես դու պետք է որակես տական, որ ես ով եմ, տուժող եմ, մեղադրել եմ, կասկածյալ եմ, վկա եմ եւ, այսինքն որոշում կայացնես օրենքից, անգամ որպես վկա, ներգրավելու մասին դու էլի որոշում պիտի կայացնես։ Որպես մեղադրյալ էլի որոշում պիտի կայացնես։ Որպես կասկածյալ էլի որոշում պիտի կայացնես։ Որպես տուժող ուրա որոշումները տականք գողը չկա, լսում ես գողը չկա, ես ինչ եք անում, արա, դուք համակարգեր եք քանդում, օրնիկներ, ես ինչ եք անում, գլխավոր դատախազություն, դու հսկողություն ես իրականացնում, հետաքննության, նախաքննության, մարմինների, գործողությունների նկատմամբ, դու ոնց ես այդքան բա, դուք անգրագետ եք, արա, եթե անգրագետ եք, ինչ քաք եք ուտում այդտեղ, իսկ եթե դուք միտումնավոր եք, դուք պետական դավաճաններ եք, որովհետև ձեր գործողությունները ուղղված է պետական համակարգերի դեմ, որ ձեր գործողություններով դուք պետություն եք քանդում, պետական համակարգեր եք վերացնում, այս հանցագործությունն է, եթե պետը նմանատիպ գրություն է ուղարկում, այս պետը չի տեսնում, որ սա տականքներ են աշխատում, լավ, մինչ այդ, եւս տեսեք, ես նաև ցույց եմ տալիս մեկ այլ փաստաթուղթ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի էլի պետ ոստիկանության գնդապետ Ապողոսյանն է գրում, տեսեք ինչ է ասում, Ռոբերտ Սիմոնյանին, ձեր SS ժամը 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ ստացված հաղազանգի վերաբերյալ քաղաքացիություն բացատրություն տալու համար 2016 թվականի հունվարի 26-ին կամ 2016-ի 29-ին ժամը 12-ին դուք պետք է ներկայացեք ոստիկանություն Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին հասցեն ես բալա, եթե դու հասկանում ես, որ փաստացի սա էլ ասենք օրենքով ինչ առումով, որ այսինքն ելքի համարը կա ամիս-ամսաթվով հասկացանք, բայց եթե դա քո իրավասության մեջ չի մտնում Ապողոսյան, ապա դու ինչի հայտարարությունը հանցագործության մասին չես ուղարկում ըստ ենթակայության, այսինքն որոշում կայացնես ուղարկելու ըստ ենթակայության, ինչի համար Գլխավոր դատախազություն կոչեցյալ հսկողություն ես իրականացնում տվյալ մարմինների հետաքննության նախաքննության դու չես տեսնում հիմա մենք քեզ ներկայացնել ենք տական տվյալ հայտարարությունները ներկայացված են նաև համապատասխան Facebook-յան եւ YouTube-ի եւ այլ ցանցերով ինչի դուք դրա մասին դուք ունեք լրատվական համակարգ Դատախազությունն ունի, ոստիկանությունն ունի, ազգային անվտանգությունն ունի, ինչ չեք դրա մասին, համապատասխան ընթացակարգով, դուք ամեն մի բառը, այսինքն սոցիալական ցանցերում, լրատվական համակարգերում, հանցագործության մասին, եթե ինֆորմացիա դուք ստանում եք, դուք պարտավոր եք դրա մասին համապատասխան ընթացակարգով գործառույթներ իրականացնել Գործառույթներ իրականացնեք, դուք ինչի համար նստած եք փող եք աշխատում, մտնում եք մարդկանց տները գողանում եք փող եք աշխատում, ցեխ եք դրի, արա։ Դուք ցեխ եք Ամերիկայի դեսպան, փողը բերեք է դրա կեսը տվեք ինձ, ես 3 ամսվա մեջ կոռուպցիոն համակարգը վերացնեմ։ Ամբողջ համակարգերում մաքրեմ։ Ես ինչ կապի, մանր ծախսերին մուկին փող ես տալի, մուկը փող չունի, տանմա մուկը ծախսի է, այդ ում եք հեռացրել, ում եք բռնել, դե հանցագործության մասին բազմաթիվ բաներ ներկայացրեցի, ինչի ընթացք չեք տալիս դրան։ Դեսպան անմեղսունակ ես վախենում ես ինձ, ես բազմաթիվ անգամ նաև ասեցի, խնդրում եմ ընդունելություն, ես գամ ներկայացնեմ, թե դուք իրականում անմեղսունակ եք, եթե դուք անմեղսունակ եք դեսպան կոչեցյալ, այսինքն չեք կարողանում գնահատեք, հասկանաք հանցագործությունը որն է, ոնց է կոռուպցիայի դեմ ինչ-որ համապատասխան գումար տրամադրում, որ տվյալ հանցագործ համակարգը պայքարի իր դեմ։ Դու անմեղսունակ, արա, դու շիզոֆրենիկ, արա, ում ես էշի տեղ դրի, արա,
Մուկը իր դեմ գործ է սկսելու բացել, որ ինքը հանցագործա Հայաստանի Հանրապետության բյուջեն է լապում բանը Սերժիկ Նարիմանովի հետ, գլխավոր դատախազ Ջիեզի հետ, ոստիկանապետի հետ, դատարանների հետ, հիմա ասում դատարանների։ Հիմա տեսեք, ես ներկայացրել էի նաև եւ դատական համակարգով եւս ներկայացրել եմ, որ կատարվում է հանցագործություն նախ անդրադառնամ Ավետիսյանների ընտանիքի ցեղասպանության վերաբերյալ դատական process-ին։ Հիմա տեսեք, ուրեմն այս մենակ մի կնիք է դրված, որը ամրագրվել է որպես, այսինքն ուղարկված, իսկ մի րոպե ներողություն, ուղարկված, այսինքն ելքն է, մուտքը չկա, որ պոչտայով ամրագրված լիներ, այսինքն տեսեք 05-ով ուղարկում է, փետրվարի 05-ով իրենց մոտից են ուղարկում, այսինքն դատարան ուղարկում է եւ տեսեք ինչ է նորից ուղարկել։ Էլի առանց դատարանի որոշման, այսինքն օրենքով սահմանված է, որ պետք է դատարանը վարույթ ընդունի, այսինքն որոշում կայացնի վարույթ ընդունելու մասին, որից հետո դատաքննություն որոշում կայացնի դատաքննություն նշանակելու մասին եւ կատարի համապատասխան ընթացակարգով դատական քննությունը։ Երևան քաղաքի եւ Նորք մարավարչական շրջանների ընդհանուր վարչության դատարանի Արաքելյանի դատարան 2016-ի փետրվարի 5-ին ժամը 11-ին քննության է առնելու ձեր կողմից ներկայացված թիվ SSS բողոքը։ Խնդրվում է ժամին ներկայանալ։ Ուրեմն 5-ին ուղարկել են, ամսի 6-ին էլի ինձ հասել, արդեն սա 3-րդ անգամն է։ Ուրեմն ուղարկվում է 1 օր ուշ, որ մտադրված, ծրագրված դատաքննություն չիրականացվի։ Սա փաստում է, ես իմ բողոքներով ներկայացրել եմ, որ Ավետիսյանների ընտանիքի ցեղասպանությունը, միջազգային ահաբեկչությունը, դիվերսիան ծրագրված է եղել, որ հարձակում գործվի 102-րդ բազայի վրա, որի գլխավոր դերակատարումը տվյալ ժամանակում կատարում էր Ասպարեզ թերթի գլխավոր խմբագիրը Լևոն մի խոսքով գլխավոր խմբագիր ասում եմ հասկանում եք գիտեք ով է, որը դրդում էր մեր ազգի ներկայացուցիչներին հարձակվել 102-րդ բազայի վրա եւ տվյալ ժամանակահատվածում պետք է այդ հարձակման միջոցով հրահրվել պատերը, հրահրվել 102-րդ բազայից արդեն իսկ մեզ վրա, այսինքն ժողովրդի վրա, մեր ազգի վրա, եւ տվյալ ժամանակահատվածում, քանի որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել տարբեր տրամաչափի զինատեսակներից, ներքին Ռուսաստանի զորքերի միջոցով 102-րդ բազայի ծրագրված արդեն իսկ պատրաստված խամաճիկների միջոցով պետք է ներսից հարձակվել ու տարածքը ազատագրված մեր տարածքները հարավային շրջանների ամբողջությամբ պետք է ազատագրվել եւ հանձնվել թուրք-ադրբեջանցիներին։ Տվյալ ժամանակահատվածը նաեւ գործողություն կատարվեց, որի շրջանակներում բացահայտվեց այս հանցագործությունը, որից հետո կասեցվեց տվյալ գործողության process-ի ընթացակարգ, այսինքն այն, որ ծրագրված է Ռուսաստանի ՖՍԲ-ի Սերժիկ Նարիմանովի ինքը Սերժիկ Սարգսյանի գլխավոր դատախազի քննչական կոմիտեի Աղվան Հովսեփյանի, դրանք բոլորը թուրքական գործակալներ են, նույն Վովա Գասպարյանը, նույն դատարանները, նույն ազգային ախորը, նույն կառավարությունը, բոլորն էլ թուրքական գործակալներ են, թրքաջգուտ գործակալներ են։ Սակայն տեսեք, հիմա եթե որ այսօր ներկայացնում են իբրտեղ պետք է ինչ-որ Ավետիսյանների ընտանիքի վերաբերյալ անցկացում եք Գյումրիում ռուսական բազայի դատական համակարգով, ապա դա իրականություն չէ։ Տվյալ համակարգում անգամ ես նկատի ունեմ այս կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների դատավոր Աբեկթաշյանն է տանում այդ դատական process-ը, անգամ նյութեր չեն տրա, դատախազությունը անգամ նյութ չի տրամադրում, որ բացահայտ ներկայացվի, հիմնավորվի կամ հերքվի խոսքի իմ ներկայացրած մեղադրանքները, որով հիմնավորվում է, փաստվում է, որ տվյալ հանցագործությունը, ցեղասպանությունը, միջազգային ահաբեկչությունը, դիվերսիան, իդեպ, ես ասել եմ դա սխալ է որակված, դա սպանություն չի,
ես նշեցի, դա ցեղասպանություն է, դա միջազգային ահաբեկչություն է, դիվերսիա է, որի շրջանակներում նպատակը Սերժիկի վրա դրված էր տարածքների վերադարձի խնդիր, միակ միջոցը պետական դավաճանի պիտակ չստանալու դա պատերազմ էր, որը ծրագրված իրականացվում էր համապատասխան թուրքաջհուդ համակարգի ներկայացուցիչների ղեկավարների եւ Ռուսաստան կոչվող թուրքաջհուդ գործակալական ցանցի միջոցով Պուտին, Մուտին, Շոյգու, Մոյգու դրանք բոլորն են գործակալներ են։ Ռուսաստան որպես այդպիսի պետություն գոյություն չունի։ Ամբողջ նույն տնտեսությունը, նույն արդյունաբերությունը գտնվում է թուրքաջհուդների ձեռքին։ Նույնն էլ ստեղ է, մենք պետություն այստեղ չունենք։ Բոլոր համակարգերը, ջուրը, էներգիան ճանապարհը, կապը եւ այլն ամբողջությամբ գտնվում է ոչ թե Ռուսաստանի ձեռքին, խափում են ձեզ հարգելիները, դա գտնվում է թուրքաջհուդ գործակալական ցանցի գործակալների ձեռքին։ Դրանց մասնաբաժին, մասնատերերն են նաեւ Սերժիկ գլխավոր դատախազ կոչեցյալը, ազգային անվտանգություն, մեր ընդերքը թալանում են այսօրվա վրա, այդ ընդերքը տանում են հոլանդյաները, տանում են ընդեր, ստանում են միլիարդներով օգուտներ, սակայն մեր պետության բյուջեին մի կոպեկ չի գնում։ Մեր պետության բյուջեին մի կոպեկ չի մտնում, հասկանում եք դուք այդ ինչա։ Այսինքն մեզ թալանում են։ Ազգյան, ձեզ դրել են էշի տեղ քշում են, ձեզ կողոպտում են, ձեզ թալանում են, ձեզ մորթում են, ձեզ թունավորում են, պետությունը թալանում են։ Այս տականք, այս դեսպան կոչեցյալների հետ համ դրանք գործակալներ են։ Սրանք նորից եմ ասում, եթե սրանք գիտելիք ունենային, այսինքն անմեղ սունակ չլինեին, գիտակից լինեին կամ իրոք ցանկություն ունենային կոռուպցիայի դեմ պայքարելու, այն դեպքում փողը կտրամադրեին այն համակարգին կամ անկախ համակարգ կստեղծեին։ Դե ասեն ձեր տիրոջ հերներ մերն էլ անեցած։ Դե արեք ստեղծում ենք մի համակարգ, որը վերահսկվի եւ նաեւ իր գործունեության արդյունքներն մեզ կնդնի սեղանների վրա, կասի եսեք, տեսեք, էսա արված է, որի շրջանակում էսա մեղավոր, որ մեկն է ինչ արել։ Այդ կապիկությունն է։ Այսին ելույթներից հետո, որ դուք մասնակից եք, հանցակից եք, օժանդակում եք, պարտակում եք, թաքցնում եք, ձեր միջոցով այս տատանքները Սերժիկն այդ նույն ժմիկ խմբին, այդ նույն Եվրոպային այդ բան, այս սրանք են նշանակել, որովհետև ասում եմ, եթե մարդ 100-ից մենակ 13 հոդված Եվրոպական կոնվենցիայի հոդվածներն են, որ խախտվել են, հասկանում եք, մենակ 13, այսինքն եթե նրանք անգամ մեր ներպետական օրենսդրությանը ծանոթ չէին, որ ասենք այնտեղ 30 մենակ հոդված սահմանադրության հոդվածներն են խախտված, քրեական դատավարության, քրեական օրենսգրքի, քաղաքացիական անգամ այդ միջազգային օրենքներին գոնե պիտի ծանոթ լինեին։ Տեսեք, հասարակ մի բան ցանկացած որոշում, վճիռ, պայմանագիր եւ այլն, դրանք գործողությունների վերջնական արդյունքներն են։ Եթե ի սկզբանե տվյալ գործողությունները կատարվել են անօրինական, ապա ո՞ց կարող է պատահի վերջնական արդյունքը օրինական լինի։ Կամ եթե տվյալ հանցագործը, տվյալ անձնավորությունը, էթոքան դե դատարան հերիք են, ասենք գիտես կա, ինքը Սերժիկ Նարիմանով չի, ինքը թուրքական գործակալ չի, ինքը պետական դավաճան չի, ինքը լավ տղա է, ինքը լավ մարդ է, ինքը օրինական ընտրվել է։ Բախիա դադախազը, խիա դադավորը, ինչի է Սերժիկ Նարիմանովը ազգային ախորը կառավարությունը փախնում են դատից, ինչի համար։ Դե թողան մերկանա, կամ են սիֆիլիստիկյանները, կամ էսիմիչները, գնում գոռում են մարդկանց ձեռից քաշում են, տանում են զորով նստացնում են, ասում են տեսեք ժողովուրդ, մենք պայքարում, ինչի դեմ ես պայքարում, տականք։ Քեզ քիչ են բռնում բա։ Դու ելնում ես ասում ես զենքերը, ես զենքերի տեղ գիտեմ, քեզ չեն բռնում, այդ մեն մարդկանց հավաքում տանում են զենք են հայտնաբերում։ Այդ ո՞նց եղավ, դու զենքի տեղը գիտես, որի համաձայն քեզ չեն բռնում, բայց այդ մեն անմեղ մարդկանց հավաքում բռնում է։ Այդ ո՞նց հասկանանք արա։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Անցնեմ մի հատ նաև դատական համակարգ կոչեցյալին անձնավորություններին, որ տեսեք ինչ է կատարվում։ Ուրեմն մենք մի հատ եզ ունենք, թրքական գործակալ Մ. Մարտիրոսյան, հա դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի կարգա պահական հարցերի հանձնաժողովի նախագահն է։ Տեսեք, այս հանցագործությունները այս դատավորների միջոցով է կատարվում, այս դատավորներն էլ հանդիսանում են նույն էթիկայի հանձնաժողովի անդամներ։
Այս ո՞նց կարող է պատահի տվյալ անձնավորությունները իրանց աղբերների, իրանց թուրք գործակալ անդամների դեմ պայքարեն։ Տեսեք ինչ է ասում։ Ես ներկայացրել եմ, չէ՞ որ անգամ դատարանը որոշում չի կայացնում։ Այս Վահան Մարտիրոսյանի թուրք-ադրբեջանական գործակալի, ես վերաբերել ասացի, որ դատավորները, դատախազները, ինչպես նաև պաշտպանի գրասենյակը պաշտպանում են դրա Ադրբեջանի թուրքական գործակալի շահերը, ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Հիմա տեսեք, ես դրա վերաբերել այս պարտավորությունն էի գրել, որ պարտավորը որոշում կայացնի, որի հիման վրա նոր տվյալ որոշման հիման վրա ես իրավասու օրենքով սահմանված կարգով կարող էի բողոքարկել վերադարձ։ Հիմա տեսեք, սա ինչ է գրում։ Այս տականքը մի 7-8 թուրքական գործակալների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողով որոշումը դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը նախագահության Մ. Մարտիրոսյանը ես թուրքական գործակալը բոլորը թուրքական անդամներ Ա. Աբովյանի, Մ. Պապոյանի, Ն. Բարսեղյանի, Թադևոսյանի, Ս. Թորոսյանի ուսումնասիրելով Ռոբերտ Սիմոնյանի բողոքը և կից նյութերը տեսեք ինչ է գրում առանց քննության վերադարձնել քաղաքացի Ռոբերտ Սիմոնյանի բողոքը դուք ովքեր այսինքն տեսեք քրեական դատավարության 41 հոդվածով մի րոպե 41 հոդված հեսա բացեմ ես դες կարդամ դուք լսեք այսինքն ես ինչ ասում եմ օրենքի շրջանակներում Так, հոդված 41 դատարանի լիազորությունները դատարան լիազորված էր նիստերում քննել և լուծել ստացված գործերի և նյութեր արդարադատություն իրականացնելուց հրաժարվել են անթույլատրելի է Այս պոռնիկները հրաժարվում են արդարադատություն իրականացնելու դուք հասկանում եք սա ինչ է գրել ինչ են գրել մի խումբ պոռնիկներ թուրքական պոռնիկներ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի կարգավորման կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարտիրոսյան հանձնաժողովի անդամներ Ա. Աբովյան Մ. Պապոյան Ն. Բարսեղյան Ս. Թադևոսյան Ս. Թորոսյան առանց քննության վերադարձնել պոռնիկ եթե դու չես քննել ո՞նց կարող ես ինչ-որ եզրահանգման գաս Ոնց կարող ես դու իմանաս այդ համադրել փաստերը մեկը մյուսին մի խոսքով ոնց կարող ես դու համապատասխան եզրահանգման գալ Հիմա տեսեք որոշումը ինչ է Որոշումը բաղկացած է ներածական, նկարագրական, պատճառաբանական եւ նոր վերջում տալիս է պատճառաբանական եզրակացություն Այսինքն տեսեք հիմա նրանք պետք է իմ բողոքս ամբողջությամբ ներկայացնեին Ամբողջությամբ ներկայաց ես ձեզ չեմ ուզում ծանր, այսինքն ծանրաբեռնել այդ ամբողջությամբ, տեսեք ինչ կա, մի այսքանի վրա ստից ցիտել են օրենքներ, դատական 155 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է անձի դիմումը դատական օրենսգրքի առիթ մի խոսքով գրում է այսքանը, որից հետո գրում է առանց քննության վերադարձնել քաղաքացի, в общем, Սիմոնյանի Բա դու ինչի մար ես արա Բա դու եթե դու պետք է արդարադատություն չիրականացնել ու վերջնա նախ պետք է որոշումը դու անպայման իմ բողոքը դու պետք է ներկայացնես նկարագրան ես նոր նշեցի որ որոշումը բաղկացած է ներածական նկարագրական այսինքն որ իմ բողոքը պետք է ներկայացվեր ամբողջությամբ Որից հետո պատճառաբան է, որ ասինքն քանի որ SSS հատվածի SSS բանը չի համապատասխանում կամ SSS փաստերը չեն համապատասխանում SSS պահանջներին բան, որից հետո նոր տար եզրակացություն։ Բայց սա ինչ է տալիս։ Այս որոշում չի, այս զուգարանի թուղթն է ներողություն։ Սա ասում առանց քննության վերադարձնել ոչինչ դիմումը հաս բողոքը։ Հասկանում եք, այսինքն սա անգամ չի վերցնում քննության։ Դուք հասկանում եք ես ինչ, այսինքն համակարգեր գոյություն չունի, դեսպան, պոռնիկ, լսում ես արա, դու շիզոֆրենիկ, եթե դու չես հասկանում պայքարը որն է, կոռուպցիան որն է, ոնց պիտի պայքարվի, ուրեմն տական դու իրավունք չունես, քիթդ կողես, այսինքն դու իրավունք չունես, առաջի հանցագործը դու ես, առաջի հանցագործը քո ղեկավարությունն է, բոլոր դեսպանները, ովքեր այսօր Հայաստանի Հանրապետությունում գործում են եւ ունեն համապատասխան լիազորություններ տվյալ հանգամանքները վերլուծելու, հասկանալու եւ ապա պարտավոր են համապատասխան ընթացակարգ տալ սրան։
ամբողջ համակարգը Հայաստանի Հանրապետությանը իշխանություն կոչեցյալը բռնազավթված է այս թուրքական գործակալների կողմից։ Սրա այդ կոռուպցիա է սա։ Տեսեք, ոստիկանությունը պարտակումը դատախազության, այսօր ցույց տամ ձեզ դատախազության գրությունները, ուղարկված գլխավոր դատախազությունները։ Ներողություն, մի րոպե։ Հիմա ցույց տամ, որ իրենք պարզապես քսերոքս են անում թղթերը եւ ուղարկում։ Ռոբերտ Սիմոնյանին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Գ. Գևորգյան, 27/01/2000 թվական, համար 12/278 գիծ 13։ Գլխավոր դատախազին հասցեագրված 22/01/2016 թվականի հայտարարություն հանցագործությունների մասին, եթե հանցագործությունների մասին ապա ընթացակարգ ունի, որի հիման վրա ես նոր ասեցի ձեզ, գոյություն ունի ընթացակարգ, որի շրջանակներում պարտավոր են որոշում կայացնել, կատարել հետաքննություն, նախաքննություն եւ այլն։ Հիմա սա գրություն է, սա արդեն պաշտոնական դիրքի չարաշահում է։ Տեսեք, հայտարարություն հանցագործությունների մասին, եթե հայտարարությունը վերտառությամբ ձեր դիմումի կապակցությամբ հայտնել, որ այն կոնկրետ հանցագործության հատկանիշներ պարունակող նախապատրաստող կամ արդեն կատարված հանցագործության մասին որևէ տեղեկություն չի պարունակում, որ անհրաժեշտ պայման է, որպեսզի ֆիզիկական անձի կողմից ներկայացված դիմումի քննարկվի եւ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգով։ Հիմա տեսեք, ես հայտարարությունը տվել եմ, որի շրջանակներում կոնկրետ ասեմ ձեզ, կոնկրետ նա էր, որ ներկայացրել է, որ պետական դավաճան թուրքական գործակալ Վահան Մարտիրոսյանի շահերը, նրա հանցագործությունները պարտակվում է դատավոր Գ. Պողոսյանի կոնկրետ անունները նշել են։ Հետո, եթե ես նոր մի քիչ առաջ ձեզ ներկայացրեցի, որ որոշումը ինչ է, սա գրություն է, սա այս տականքը պետք է նախ որոշում կայացնել, ներկայացնելով իմ բողոքը, իմ հանցագործ, հիմա դու որ ասում ես պարունակում է կամ չի պարունակում, այսինքն հանցանշաններ կան կամ չկա, դու ինչով ես դա հիմնավորում, ինչ, որտեղ է գրած, որտեղ է գրած հանցագործությունը սա կամ հանցագործություն չի սա, то տականք պորնիկ, ես ինչ ես անում, արա, դու պետք է նշեիր, նախ ասում եմ նորից, դու պետք է կոնկրետ նշեիր, SSS հանցագործությունն է, SS հանցագործություն չի, ձեր նշված ես բողոքում SSS հատվածը հանցագործության հետ ընդհանրապես կապ չունի, սա հանցագործություն չի, դուք ներկայացրել եք տանձի պոչը մեր հետ կապ չունի, իսկ եթե սա է, դու պիտի նշեիր, որ տվյալ SSS հատվածը իրոք հանցագործություն է կամ հանցագործություն չի, քրեական դատավարության 171 հոդվածի համաձայն երկրորդ համապատասխան օրենքով պարտավոր է դու եթե հանցակալը չի պարում քրգործ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացվում, այսինքն էլի նկարագրական մասը պիտի տայի, պատճառաբանական մասը պիտի տայի, նոր եզրակացություն տայի, որ այս SSS հիմքերով ձեր ներկայացվածը տանձի պոչ է եղել, կամ չէ ավելի պոչ է եղել, որ տանում եք կողմ եք ձեր պապաների քամակները, որի հիման վրա էսի հանցագործություն չի, բայց դու ես ինչ ես գրել, հիմա ձեզ ներկայացնում մեկ այլ գրություն, նույն ձևի, նույն, որևիցե տարբերություն չկա, մի րոպե այսինքն կոպիա են անում էլ սրանք ներողություն չի կարողանում գտնել էլի քթան սա էլ Դավիթին է նույն բանը 0207-2016 թվական 12/12/665K 16 Դավիթին Գլխավոր դատախազին հասցեագրված ձեր 26/01/2016 թվականի հայտարարություն հանցագործությունների մասին վերտառությամբ ձեր դիմումի կապակցությամբ հայտնում են, որ այն կոնկրետ հանցագործության հատկանիշներ պարունակող նախապատրաստվող կամ արդեն կատարված հանցագործության մասին որևէ տեղեկատվություն չի պարունակում, որն անհրաժեշտ է պայման, որպեսզի ֆիզիկական անձի կողմից ներկայացված դիմումի քննարկվի քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգով տեսեք նույնն է
Նույն անձն է էլի, հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Գևորգյան, հատկապես նույնն է, հասկանում եք, սա քսերոքսի թղթեր են, հասկանում եք, սրանք անգամ գործերին չեն նայում, սրանք պարզապես մեկը մյուսից թխում են, ներկայացնում են, սրանք դատախազ չեն, սրանք հասկանում եք, կարտոլ ծախողը, անգամ որ բան է տալի կարտոլ ծախելու առնելու, ասում է լավա, վատա, արժի, չարժի, էժանա, թանկա, սրանք անգամ ես չեն քննարկում, հասկանում եք ես ինչա։ Բանտերում գտնվող այսօրվա մեր քաղաքացիների երևի 70%-ը անմեղ տեղն են բանտարկված։ Այս սպորնիկները փող են աշխատում մեր ազգի վրա, հասկանում եք, նրանք այսօրվա հանցագործություններին չէ կատարվում։ Սրանք են դրդում, հանցագործության սրանք են դրդում։ Վերացված է տնտեսությունը, արդյունաբերությունը, աշխատատեղեր չկան, մարդիկ ինչ անեն, սովից մարդը գնում է Պեչենիա գողանում, մի Պեչենիի համար մարդուն բռնում են, դատում են։ Մարդուն բռնում են, դատում են, 100-ից ավել հոդված է խախտված, այս պոռնիկը պաշտոնական դիրքի չարաշահում է, սա հանցագործության պարտակում է, սա խոշտանգում է, սա այլ հոդվածները, սա վնասարարությունները, հասկանում եք, 304 հոդվածն է, որի շրջանակներում նրան պետական համակարգ են քանդում, մարդկանց մեր ազգին ժողովրդի, որը բնակվում է Հայաստանի տարածքում, նրանց հոգեբանորեն կոտրում են, որ մարդիկ իրենց հավատքը դեպի պետություն, դեպի արդարադատություն, դեպի համակարգեր վերանան, սա պետական դավաճանություն է ազգ, սա հանցագործություն է, ոտքի կանգներ ազգ, պետական դավաճաններին, թուրքական գործակալներին սատկացնել է պետք, այսքան մի բան, բոլոր հիմքերը կան, միջազգային կառույցներ, դուք պարտավոր եք բոլոր միջազգային նորմերով համապատասխան աջակցել, սատար կանգնել, որ այս տականքները պետք է գնդակարվեն, բոլորը պետք է գնդակարվեն, դուք հեսա բոլորը պատասխան եք տալու, որովհետև ինքները դարձնում եք սրան մասնակից, հանցակից, որովհետև դուք ձեր գործողություններով դրդում եք, որ հանցագործություններ կատարվի։